Երևանի հասարակական տրանսպորտում խնդիրները շարունակում է մնալ քաղաքացիների դժգոհության հիմնական պատճառներից մեկը։ Վերջին շրջանում հատկապես հաճախ են արձանագրվում վեճեր ավտոբուսներում։ Քաղաքացիների մի մասը դժգոհում է, որ քաղաքապետարանի վերջին կարգադրությունից հետո վարորդները սկսել են չբացել ավտոբուսների մեջտեղի եւ հետևի դռները, ստիպելով բոլոր ուղևորներին մուտքը գործել միայն առջևի դռնով։ Քաղաքացիների խոսքով սա արվում է այն նպատակով, որպեսզի վարորդները վերահսկեն յուրաքանչյուր ուղևորի վճարումը, սակայն ինչպես քաղաքացիներն են պնդում, վճարողը վճարում է։ Դուրը չեն բացում, միայն առաջինը, հերթերը առաջանում, չես կարում գնաց, լրվում ես, այդ առաջն ես մնում։ Մի երկու անգամ եղել է, որ ես մեղավոր չեմ եղել, ուղղակի ապարատը չի վերցրել, նորմալ ամեն ինչ եղել է։ Դե վիճաբանություն ալինում տերմինալի հետ կախված հերսելի ու ավտոբուսի մեջի ապարատի հետ կախված։ Սակայն դժգոհությունները միայն դրանով չեն սահմանափակվում։ Ուղևորները նշում են, որ հաճախ խնդիրներ են առաջանում նաև վալիդատոր համակարգի հետ։ Հետո քարտից քաշվում է եղել է տենց դեպ, ցուցատվե չի եղել, գնացել եմ տուն, հետո մի երկու հատ ավել վճարում է եղել։ Շատ ժամանակ այդ ապարատները չեն աշխատում ավտոբուսների տրանսպորտի մեջ էլի ու խնդիրներ առաջանում վարորդի հետ։ Այդ հարցերը պիտի կարգավորեն էլի։ Քաղաքացիների խոսքով սարքերը երբեմն ցույց են տալիս, թե վճարումը չի կատարվել, ինչի հետևանքով ուղևորը կրկին փորձում է վճարել, սակայն որոշ ժամանակ անց ստացվող հաղորդագրությունները փաստում են, որ գումարը գանձվել է նաև նախորդ փորձի ժամանակ։ Արդյունքում ըստ քաղաքացիների ստացվում է, որ մեկ երթևեկության համար մարդիկ երբեմն վճարում են կրկնակի, նույնիսկ եռակի։ Հիմա տեսեք մերժեց, այս մերժումն է, այս քաշեց գումարը, ճիշտ է։ Before, after-ը տենում ենք, չէ՞։ Մած կներեք, հեսա։ Դες ինքը գումարը քաշեց, դուք լսեցիք, որ ինքը ցույց տվեց, որ գումար չկա, չի գանձվել։ Բնական է, որ բոլորը հարցնեցին, բայց գումարը քաշել է։ Այսինքն ապարատի խնդիր է։ Հիմա թե ապարատը խնդիր ունի։ Ինչի՞ ասենց փողը գումարը գանձում։ Քեսա, խնդրեմ։ Արկելա փակելա, չի թողում, ոչ հիմա նոր ծածկագիր է ուզում, ես ոնց մտնեմ ընդ հավելվածը, որ վճարեմ։ Քարտի վրա ցուցատալի գումար չկա, 3 հատ քարտ փորձեցի, ոչ ոք չպատասխանեց։ Ձեն չի հանում, մի քանի անգամ անում, հետո նայում ես 3 անգամ գումար է տանում։ Դա սխալ բան է, էլի։ Մարդկա չի հասկանում, հետո ես հասկացա, գումարը ստուգեցի, ակբայի բանը դիգիտալ հավելվածով, տեսա որ փողը տարել է 450 դրամ։ Միևնույն ժամանակ կան նաև քաղաքացիներ, որոնք կարծում են, որ խնդիրը միայն համակարգի կամ վարորդի մեջ չէ։ Մեծ հետ զրույցում քաղաքացիներից մեկը նշեց, որ իր եղբայրը եւս ավտոբուսի վարորդ է եւ ընդհանուր առմամբ դժգոհություն չունի նոր տրանսպորտային համակարգից։ Սակայն նրա խոսքով բազմաթիվ խնդիրներ առաջանում են հենց քաղաքացիների վարքագծի պատճառով։ Եթե մեկը չի աշխատում, մեկը անպայման աշխատում է։ Ժողովուրդը չի հասկանում, որ պետք է վճարել։ Իշները չեն բավականացնում կամ լավ չեն աշխատում, չգիտեմ, ամեն դեպքում պետք է ոնց որ մյուս երկրներում պարտաճանակ պետք է վճարել։ Միշտ այս ճանապարհը գնում գալիս են, զգում են, որ արդեն ժողովուրդը ավելի զգոնա ուշադիր է, որտեղ վարորդը կարող է խոսել, անպայման վճարում է։ Բոլոր քաղաքացիներն են ըստ ձեզ դեր գտնում գիտակցաբար մոտենում այս խնդրին, որովհետև եթե նրանք չեն վճարում, վարորդներին աշխատանքից հեռացնում են, վարորդներից գումարներ են պահում, աշխատավարձից պահումներ են անում։ Այդպես բան չկա։ Ոչ մեկ էլ վարորդից պահում չեն։ Բայց վարորդներն են այդ մասին ողջունում։ Եղբայրը վարորդը այդպիսի բան չկա։ Այսպիսով, թեև Երևանում հասարակական տրանսպորտի բարեկարգումը որոշ չափով փոխել է մայրաքաղաքի տեսքը, սակայն ոլորտում առկա խնդիրներն ու քաղաքացիների դժգոհությունները շարունակում են մնալ օրակարգում։ Վարորդը իր գործը պիտի անի, թող տոմսավաճառներ բան բերեն ընդունեն աշխատանքի։ Հա, վիճում են, հա, որտեղ վարորդը պահանջում է հասկացնել բանից, մարդիկ կամ մեջտեղի դրից են բարձրանում։ Հա, ճատեպ է լինում է։ Պետք է մի հատ տոմսավաճառ դնեն, որ վարորդը իր ճանապարհին նայի, չնայի ասի, մեջտեղի դուռը չեն բացում, պետք է առաջից գաք, պետք է ինքը իր ճանապարհին նայի, մեր մեղավորությունը չի որ։ Չէ, գոհ չենք, որտեղ որ տեսնում ենք հատկապես պիկովի ժամերին աշխատանքի հետ սկզբի ու մեկ էլ վերջին, մարդիկ հազվի մի կերպ տեղավորվում են, շատերը չեն կարողանում։ Շատ վատ է տրանսպորտի վիճակը, ահա որ վատ։ Նախ շատ ենք սպասում,
խցկվում ենք մի կերպ եւ չգիտեմ, անհնար է ուղղակի եւ խցանումների պատճառով երկար մնում ենք ճանապարհների։